ազգային ժողովի падգամավորին հետ կանչը կամ ասենք օրինակ ծրագիրը անել կամ չանելը ու մեկ էլ դատաների անկախացնելը։ Այս պրոյեկտները ինձ թվում է իրենք շատ կարևոր պրոյեկտներ են, այսինքն օրինակ երբ որ ես հենց ես էլ որպես քաղաքացի նայում եմ հարցերին թե ինչ փոփոխություններ կուզենամ, ահա որ սիրտս ինձ դրանց կպնում է, էլի երբեք սիրտս չի կպնում ընտրական շեմի 1%-ին, սրանց կպնում է։ Բայց խնդիրը ինչու՞մն է կայանում, որ այս մեր գծած ստրուկտուրայի մեջ, այսինքն որ մենք գալու ենք 100 օրով կամ 150 օրով կամ լավ 200 օրով, սրանցից ոչ մեկը չեն կայանում փաստացի անենք։ Հիմա նայեք, ոնց որ իդեան ինչն է, որ մարդիկ օրինակ բացի են, որ այն ինչ որ հիմա են անում, ուղղակի միավորներ են ստանում, այսինքն մեր անդամների համար հավես բանա ոնց որ բզբզալու։ Բայց ոնց կարա այսինքն մեր անդամներից դուրս գնա։ Իմ ջոգելով սենց է, ոնց որ դու կարողանաս բոլորին դեմեմի նպատակներին ծառայող առաջադրանքները անես, դրա դիմաց ստանաս միավորներ, բայց հետո դու այդ միավորները կարողանաս օգտագործես քո քարի համար։ Օրինակ, խոսքի ես ինչ-որ TikToker եմ, 1000 միավոր հավաքեցի բոլորին դեմ մի առաջադրանքները անելուց, այդ իմ 1000 միավորը դնեմ, ասեմ իմ TikTok-ին follow արեք։ Ոնց որ իմ անձնական քարի համար ասեմ ախր իմ TikTok-ին follow արեք։ Կամ խոսքի իմ Instagram-ին follow արեք, կամ իմ Facebook-ին follow արեք, այդ ինչ-որ էկոնոմիկա է ստեղծում, էլի։ Դու ոնց որ աճոկները ստանում ես բոլորին դեմեմի նպատակները։ Ու դրանից է քարը, չէ՞։ Հա, բոլորին դեմեմի նպատակները անելու համար այդ աճոկները հավաքում են, տալիս են, որ այդ մարդիկ էլ իմ քարը անեն։ Դիտում գանա։ Բայց դու նաև առաջարկում ես, որ այդ աճոկը մինուս գնա, չէ՞։ Ես ասում եմ, երբ որ ես 1000 աճոկ հավաքեցի, բոլորին դեմ եմ մարդիկ։ Ու քո անձնական շահի համար ծախսի։ Այդ 1000-ը մինուս է։ Հա, բա ոնց, հա։ Չէ։ Հա։ Ես աճոկ եմ 1000 միավոր, ասում եմ ախպեր, դնում եմ, ոնց է իմ առաջադրանքա follow արա բոլորին դեմ եմ էջի։ Էդի հանրային բարիք է կոպիտ ասած, դրա համար անձնական բարիք բանն է տալի։ Հիմա անձնական ես էլ դնում եմ, ասում եմ իմ էջին follow արեք։ Ով որ follow մինուսը հանում։ Որտեվ աճոկ եմ տալի, դու խիպը տի։ Բայց դու տեղը կորցնում ես, արդյոք դու միջև այդ 1000 աճոկ ունես։ Ես ուզում եմ։ Հա, բայց ես ուզում եմ ինձ follower շատանա Facebook-ում։ Դիջաները շատն են։ Կարող է դնում եմ, ասում եմ share արեք, ով որ share անում, ուղարկում է որ share արեն վիդեոն, իրեն 5 աճոկ տալիս եմ, 10 աճոկ տալիս եմ։ Հա, բայց դու ստեղ մարդուն դնում ես ընտրության առաջ։ Որ մարդ։ Եթե ինքը իր անձնական շահի համար իր բաները ծախսեց, pointer-ը, ինքը տեղը ընկնում է։ Առաջ տեղը դառնում է երկրորդ, երրորդ, չորրորդ։ Հա, չկա տեկան ոնց է։ Իրա ամագը դառնում է բան։ Չի զրանում, իրա որոշումով ալնում է դի, ախր։ Էդի ինքն է որոշում, ինքը կուզի կդնի, չի ուզի չի դնի։ Ինքը ասում է ես 1000 աճոկ ունեմ, այդ 1000 աճոկի փոխարենում եմ 18-հատ շեյրի հետ, ով որ 20 հոգի շեյր անի խոսքի, ես այդ 20 հոգուն աճոկ եմ տալիս։ Իսկ այդ աճոկը որ ճիշտն է, ինչն է դրա վատը։ Էկոնոմիկան է փչանում։ Չէ, աճոկը 0-ից առաջացած աճոկ է։ Մի րոպե, point-ը ես առաջարկում եմ ստատուս ունենա, օգտագործված, չօգտագործված։ Դու օգտագործեցիր քո 1500 point-ը քո անձնական կարիքին։ Ինքը դառնա օգտագործես, որ երկրորդ անգամ չկարողանաս սեփել։ Լուրջ եմ ասում, ես չգիտեմ վերջում ինչ կլինի, բայց մենք գեշ ազարտնիկ դարացես։ Սաղովի ծով ինվարոյն ենք։ Ես ապե շտաբի պետի տեխնացու ունեմ։ Եմ վեդի Հիվանդանոսի տնօրենը, որ Հիվանդանոսի բյուջեից 140 միլիոն կրվել էր։ Իրանք անք կանչենք այս պրոյեկտը ինքը համակարգի։ Մեջ արանել է, որ բագը շերես անում, ինքը դնում դզում է։ Հետո ֆինալը կա ստացվեց։ Ուրեմն։ Ոչ շատ լավ էր, ես առաջադրանքը հասցրեցի արեցի։ Հա, չէ՞ դու ասում Օստոմանը Կալաշեն գավիթի մանկական հիվանդանոցի գողերը հավքել։ Բան է, հրոնա, օրից ինչքան ավելացել։ Բան է, վրա հետի ցույց է տալի։ 90 հավաքել են ապա արդեն։ Ես սպարտացնելու եմ ես 2000 ախպեր, այսօր անձրև։ Այս Սպարտակն է անում սա ախպեր։ Արտա Գաբոյանը իջել է ախպեր, օրոսով զոր։ Լուրջ։ Դե մանումենտը գնացել ջոգեր ես 4 Արան դե գիտես, չէ, ախպեր, ինչ-որ ձորի մեջի հասկեր։ Ախպեր, այս միավորները այս ձորի մեջի։ Պատի շատ կաս։ Նայ, ասեմ, էլի։ Դա շատ դժվար է իմ համար, ոնց որ դրանք անել, բայց ուրիշ տեխնոլոգիա իմ արել։ Հիմի
Մարդիկ հիմնականում գնալու են հեշտ բաները վեկալեն։ Հիմա ինչքան վեկալում են, այնքան հաջորդի գինը թանկանում է։ Ես սպասում եմ։ Այսինքն օրինակ վերջի մի 30 հատ կետի գինը ելնելու է խոսքի 200։ Հայկետ դուք կտամ կասում եք առաջադրանք եմ անում ցավը տանում։ Օպեր ջան, ցեն։ Դուք դեռ արդեն ջանել եմ։ Նոր ես ջան։ Ստացար։ Ապա օրինակ ես Երևանյան լճի չես։ Ընդ մի հատ լճի մեջ կա։ Այս Լեոնի այգի ես ինչ լիճ է, ապա։ Այսի եսին ոնց են կանում։ Ապա այդի հիմա որ գնամ վերցնեմ ինձ 1000 միավոր պետք է տակ։ Չէ, ապա նա հիմի խես էսի հիմի վերցնում։ Հիմի չէ, հետո, բայց պրոստը նկարեմ էսի պետք է 1000 միավոր ստանամ, ապա ու կգնամ կանեմ ես։ Էսի ոնց են կանում։ Ապա ես կգնամ կանեմ։ Բայց պետք է 1000 միավոր ստանամ։ Էլ ինչ դժվար տեղ կա, ախպեր։ Չավես այդն բայց ախպեր։ Ապա ես նրան կերտնի հարած։ Կարան չարանալու վրա։ Կոնկրետ մի հարացնող են։ Վերսափարին պետք է մի հատ Այս մեկը չէ։ Դի շատ մի հարացնող են։ Ես այս յամի եմ, այս սակիկ եմ։ Հա։ Դե դու բայ շփրտեմ մեջը պարզ կարաս։ Դավայ։ Ապա բեստ են կանեն։ Կոֆե կա մեջը։ Հանել ես։ Ինչ է։ Կետը վերցնելու շերանելը։ Ինչու՞ մարելն է։ Հա։ Կետը պետք է շեյրան է։ Կետի վրա կարող շերանը սիրուն Facebook-ի պոստա սարքում։ Ապա չէ, դու դիտե մեր բոլորին դեմի պոստասները տարածելու դիմաց բոնուս ու ինչքան շուտ այնքան շատ։ Մեկ է դիր որ ես կարանամ task սարքեմ իմ աճոկներով։ Դիամ, Այդի որ արիր, Հետի որ արիր ես սաղ կտամ։ Հիմա էդ եմ անում։ Աչոկներս կտամ ձեզ։ լավ։ Բոլորը ձեզ։ Բայց դի Ընկեր դիզայները խփենք սարես։ Լսի, բայց անձնական թաստի գրես։ Ասեմ խի։ Անձնական այսինքն ղրգեմ ջրի խոսքը։ Չէ։ Ոզի ղրգի որ քո Facebook-ին follow անես։ Չէ, ես բոլորին դեմական ասեմ։ Բոլորին դեմական պետք չի, ասպեր դու Բոլորի դեմականը ասես կբացի։ ապա դու անձնական թաստ որ էդի հետո մարդիկ հետաքրքրվեն, ասեն արա գամ բոլորին դեմի թասկերը անեմ, աճոք ստանամ, որ իմ TikTok-ը follow անեմ։ Վերացրենք Marketplace-ա դա արում, Ոսկի երկու հատ պիցայի դիմաց փոխեմ սաղ աճոկները ժողի։ Օրինակ։ Շատ կրիպտո անարխիստներ, ապրես։ Շատ լավ։ Մինչև այսօր ինչ գիտեմ բոլորին դեմեմ մասին ողջունելի է, այն որ դուք աշխատում եք շատ հետաքրքիր է, դուք մինչև քաղաքական դաշտում տարօրինակ ձևով, բայց հավես է, այդտենց։ Ես 17 թվականին մի քարոզարշավի 17 թվականին պատգամավորի տեխնացու եմ եղել, դες քարոզարշավի մի փոքր նյուանս եմ եղել, այն երկերից մեկը, դες առաջի երկը մեկնարկը տենց արեցի ու իմ օպոնենտ, կոնկուրենտ կուսակցություններից շատերը տարածեցին իմ գովազդը, ասելով որ հետաքրքիր քարոզարշավը այսպիսի քարոզարշավ չի եղել։ Հիմա այսի կոմպլիմենտա ձեր քարոզարշավին, այսպիսի քարոզարշավ չի եղել, բայց ինչպես ես երեք նշեցի, երեք կետերը չի բավարարում անձամբ ինձ ու իմ կարծիքով մեծ քանակի ընտրողներին չի բավարարում ու հարցի երկրի ճիշտ հունի վրա դնելու գարանտիա չի ապահովում։ Ու դրա համար ես ուզում եմ այսօր մենք զրուցենք այն առաջարկները, որ ես կարող եմ անել եւ ընդլայնել 3 կետը սարքենք օրինակ 5 կամ 6։ Այնքան մինչև բոլորի համար կոնսենսուսային լինի։ Օրինակ 1%-ի շեմը ինքը լավ կոնսենսուս է։ Ինքը հետաքրքիր է, չնայած մեջը պարունակում է մաթեմատիկորեն, եթե ձեզ անհրաժեշտ կլինի, կարող ենք դրա մասին խոսել, ինքը բաներ ունի։ Ստորգետնյա քարեր ունի, խութեր կան, որոնք այնուամենայնիվ երևացող այդ 1%-ի շեմը, օրինակ 21 թվականի վերաբերյալ, եթե 1%-ի շեմը անցած կուսակցություններն ենք նայում, ասում ենք ինչ լավ է, այս պարագայում իրանք կանցնեն։ Ես որպես պոլիտեխնիկի ավարտ, այդտեղ կարամ էլի հաշվարկ անեմ, ասեմ, որ այդքան էլ տենց չի լինելու։ Այդքան էլ, բայց երևի որից սկսենք, քննադատությունից թե առաջարկներից։ Ապա ես մասարդ քննադատում եմ մենք, Էդմոն Մարուկյանին քննադատի, դու առաջարկներից։
Դու արի նրանից սկսենք ընդհանուր առմամբ այդ 3 կետը։ Ես հասկանում եմ, որ դու քո առաջարկներ ունես, բայց բացի դրանից այս 3 կետը քո համար ընդունելի է, թե չէ։ Ընդունելի է, մենակ այն վերապահումը, որ այն հարցերը, որոնք դուք ուզում եք լուծեք դրանով, իրականում այդքան էլ դժվար է, ինչ-որ հարց կլուծի, իհարկե հարց կլուծի։ Ես կողմ եմ, որ դա այդպես լինի։ Այսինքն ընդունելի է ու ինչ-որ առումով ինքը բարեփոխում է, ինչ-որ։ Միանշանակ տեսած եղած համակարգը։ Միանշանակ։ Համեմատ այդ լավը միանշանակ ինքը միայն եւ միայն լավը կբերի։ Այնքան լավը կբերի, որ դա լուրջ փոփոխություններ լինեն ընթացքում, այդ դրա մասին ենք ուզում խոսել։ Այսինքն դա առաջարկները դա։ Հիմա այն ինչ որ դուք դրել եք, շատ լավ ձևաչափ է, որ ինքը կարծես թե չի հակասում ոչ մեկի մտքի։ Այդ թվում ես գալուց հիմա էլի վերլուծում եմ մտածում, որ անգամ եթե իշխանությանը դնես, ասես ինչ վատավոր մի տոկոսով մարդը գա ատենստի, դրանց իշխանությունն էլ կասի, եղած ընդդիմությունն էլ կասի, то есть եթե մենք անվանական չենք գնում դեմ ինչ որ քաղաքական ուժի կամ ընդդուք միջև իշխանության, մենք մեր թեզն ենք տանում, այս պարագայում ձեր բռնած գիծը շատ ճիշտ է։ Ու հիմա այն ինչ որ ես ուզում եմ դրան ավելացնեմ, նույնպես այդ թեմայից է։ Կարող եմ կոֆե դնեմ այդ կապակցությամբ քեզ։ Բայց Դու նստի։ Այսքան օրինակ առաջի պունկտը ես հիմա բարձրացնեմ մի բան, որի դեմ չպետք է ոչ մեկ գնա, ճշմարտությունը։ Կամ արկորը ճշմարտություն չի ուզում կամ հակարյա դեմա ճշմարտությանը։ Եթե դες մեկը կա, որ դեն ատես չկա։ Ես կարամ, ես հիմա հարմարում եմ ճշմարտությունը ինչ եմ ես հիմա կարևորում, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության մեջ անգամ դուրս բոլոր հայերի մեջ անպատասխան հարցեր կան։ Ինչի սենց եղավ, ինչի սենց չի։ Բանաձևը սենց է, շատ հետաքրքիր ինքնըստինքյան բանաձևը մեր ընկավ այդ մեր ձեռը։ 22 թվականին ազգային ժողովը կառավարության հավանաբար հրահանգով, բայց ազգային ժողովի կուրացիայով ստեղծվեց հանձնաժողով։ Պատերազմի հետևանքները հետաքննող հանձնաժողով։ Այսինքն դրանի Քոչարյանը որ Այո, իշխանությունը ինքը ձեռնարկեց ճշմարտությունը բացահայտելու գործընթաց։ Ասեց ժողովուրդ ջան, ինձ էլ է հետաքրքիր, այդ ոնց եղավ, որ տենց եղավ։ 25 թվականի սեպտեմբերին պիտի հանձնաժողովի զեկույցը բերվեր հանրության դատին, ասեցին չէ, չենք տալիս ձեր դատին, ինչ պատճառով, այնտեղ ազգային ժողովը ասեց պրոտոկոլը խախտել եք, 2 օր ուշացրել եք զեկույցով, դրա համար գցում ենք սեյֆը։ Հիմա մենք դիմել ենք, նորից ասել ենք, բայց ախր տվեք, մեզ ասել են, որ չենք տալիս, որովհետև ինքը ամբողջությամբ գախնի։ Այդտեղ գալիս է մեր պահանջ, ասում ենք, չէ, ճշմարտությունը։ Հասկացա։ Երկրորդը։ Էսի հիմնական այս հարցը ուզում եք պրոստը բացահայտվի այդ հանձնաժողովի կատարած աշխատանքները։ Դա որպես ճշմարտություն։ Այդ գործը բացում է սկոպիտ ասած։ Ոչ թե ինչ-որ լրացուցիչ գործ ես անում։ Ես ոչ մի բան նոր չեմ բերում, ես մեղադրանք չեմ։ Այսինքն դու չես գալի ասում, գիտես ինչ կա, ժողովուրդ ինձ մանդատ տվեք։ Ես գամ, մի հատ ոտից գլուխ սախ, ես ինքս ուսումնասիրեմ, քրքրեմ, բերեմ, սարքեմ, ձեզ մեծ զեկույց տամ։ Այլ ասում ես ախպեր այնա, դե արած է, ես սարքում եմ public։ Հիմա մեր շարժումը մեր շարժումը տեղ է աշխատում։ Մենք ասում ենք հիմա տվեք։ Okay։ Եթե հիմա իշխանությունը չի տալիս դա, մենք ուզում ենք դա դնենք արդեն ընտրությունների որպես կոն ու ասենք ժողովուրդ մենք պիտի գնանք, որ այս ճշմարտությունը բացահայտենք, որովհետև իշխանությունը ինքը իր բացահայտումները չի ուզում մեզ ներկայացնի։ 2010-ն է։ Այդտեղ արդեն որպես երկրորդ այդտեղ կարած բերես եւ հոկտեմբերի 27-ը, բայց կան այստեղ բաներ։ ինչ չկա։ Ինչ որ տենց բան կա, որ ով է մեղավոր, 27-ի մեղավորը ով է։ Չէ։ Նայիրի Հունանյանի վրա կախեցին ու գնաց։ Պապեսով, հա։ Մեկը եկել է մեր տուն, արհամարելով պապուն, պինդ նստել է մեր թախտին ու մեր բախտին։
Չգիտի թե ինչ անի Բզբզում է հավայի Ոչ դրուզիայի իլայի Ոչ հոպար է ոչ քերի Ինքը իմ քերին չի Իմ քերին չի Քերիս չի Քերիս չի Քերիս չի Ու մեր տունը իրա տուն չի Տուն չի Որտև ինք իմ քերին չի Քերիս չի Քերիս չի Մենք պիտի ավելացնենք, որ նախընտրական եւ ընտրական ծրագրերի խախտման իրավական բան պիտի լինի։ Օրենսդրորեն հաստատված պիտի լինի նախընտրական քարոզը եւ կառավարության ծրագիրը։ Որովհետեւ եթե դու քարոզում ես այն ինչ որ այսօր հաճելի է ընտրողին, իրանք քեզ ընտրում են, բայց դու դա չես անում։ Որ չանես հետ կանչում, Որ չանես, պիտի ինչ-որ մի պատիժ պիտի լինի, պիտի impeachment-ը լինի ավտոմատիկ օրենքի ուժով պիտի impeachment լինի, ինչ-որ ձևով պիտի ժամկետ միգուցե բանալի, չգիտեմ, էլի ասում մանրամասն կարելի է քննարկել, ինչ արի։ Իսկ հետկանչը, այ երրորդ կետն է հետկանչի, որ մենք բացառենք դեպուտատների ծախսած լինելը։ Եկել քեզ մի խնդիր, եթե դու 1%-ով մտցնում ես ինչ-որ ոման Պողոս Պողոսյանին ինքը մտավ, ինքը ասեց ես ազգային տղա եմ, ես ասա լավ է լինելու, մտնում ով էս իրան առնում են, ասես վառ օրինակ, ասենք Երևանի ավականին։ Թվում էր, որ ընդդիմությունը մեծամասնությունով մտավ, բայց բոլոր դեպուտատները ով է կարում հետկանչի։ Նույն ընտրողը։ Այս հետկանչի մեխանիզմը էլի որոշ բաներ կա, որ այդ դեպուտատը ոնց է ժողովում, օրինակ 15000 մարդ ընտրել է այդ ուժին։ Всё, ընտրել է, ասել է, օրինակ դու պիտի Ավինյանին դեմ լինես։ Ու ինքը գնում է Ավինյան քաղաքապետին կողմա քվեարկում։ Բա ոնց են ժողովում, որ 15000 հոգին կարա հետկանչի։ 15000 հոգին պիտի իմանա, որ ինքը հետկանչի մեխանիզմ ունի։ Ապե Ձևաչափը ոնց։ Մասը Facebook-ում ասես կջոգեմ, նայ։ Լուծումը այս ուժին ընտրել է 15000 մարդ, բայց ոչ մեկ չգիտի, չէ՞ որ մարդիկ են ընտրել։ Փակա ընտրություն։ Ինքը մարդը գիտի ինքում ընտրել։ Այդ վաղ 15000 մարդ, որ այսինքն ես ճարեմ, որ ասի ես եմ իրան ընտրել, բայց իրան չեն ընտրել։ Շատ ճիշտ։ Կարանք հետ կանչենք, չէ՞։ Շատ ճիշտ հաստատվեցի։ Ուրեմն պիտի ֆիքսվի, այո։ Պիտի քվեարկությունը, էդի բաց քվեարկություն։ Օրինակ այն մարդը բաց քվեարկությունը այսօրվա Հայաստանում ավելի ռիսկ է ճնշելու ու քվեարկացնելու, վախացնելով, որ արդեն բաց է, չես կարող։ Դու ունես այդ մտավախությունը որպես ընտրող։ Ես որպես հայ ունեմ այդ մտավախությունը։ Հերթով, եթե դու այդ պատասխանատվությունը, եթե դու ընտրությանը պատասխանատվությունը կրող մարդ ես, ու դու ասում ես, այո, ես ընտրել եմ այս իշխանությունը կամ այս դեպուտատին։ Քեզ դա իրավունք է տալիս, որ երբ որ դու ֆիքսել ես, որ դու ընտրել ես այդ դեպուտատին, դու իրան կարաս հետ կանչես։ Բան ասեմ, էլի շատ բարդ պրոբլեմատիկա, բայց ինքը իրագործվում է չի ընտրել դեպուտատին, ոնց չէ, ֆիքսելի տեխնիկական պասպորտով է, ստորագրություններով է, ինքը բացառության դեպքում վարչական ռեսուրսը գիտես ոնց կծառայեցնի, հանգարց չեք ընտրեք կտրտեմով։ Դու ջոգում ես Հայաստանը քեզանից է բաղկացած, ես էլ ջոգում եմ ինձանից, բայց ոչ քեզանից է բաղկացած, ոչ ինձանից։ Լիքը մարդ կա, որ հանգարց եղավ բաց, հլու հնազան դետալուա ճիշտեղ փծիշկա դնի։ Վերջից գալով էլի ազգային ժողովի падգամավորին հետ կանչը կամ ասենք օրինակ ծրագիրը անել կամ չանելը ու մեկ էլ դատաների անկախացնելը այս պրոյեկտները ինձ թվում է իրանք շատ կարևոր պրոյեկտներ են այսինքն օրինակ երբ որ ես հենց ես էլ որպես քաղաքացի նայում եմ հարցերին թե ինչ փոփոխություններ կուզենամ ահա որ սիրտս ինձ դրանց կպնում է էլի երբեք սիրտս չի կպնում ընտրական շեմի 1%-ին սրանց կպնում է բայց խնդիրը ինչու՞մն է կայանում, որ այս մեր գծած ստրուկտուրայի մեջ, այսինքն որ մենք գալու ենք 100 օրով կամ 150 օրով կամ լավ 200 օրով, սրանցից ոչ մեկը չեն կայանում փաստացի անենք։ Զուտ ժամանակային սղության առումով միջև դատան։ Արա ինքն իրանով չի հանդիսանում որպես նախընտրական ծրագիր, то есть երկրի քաղաքական, արտաքին քաղաքականության, տնտեսական ծրագիր չի պարունակում, то есть ինքը կառավարման ծրագիր չի։ Ինքը ստրուկտուրա է, ոնց որ շատերը ասում են, որ պիտի սահմանադրության փոփոխություն լինի, հիմա սահմանադրության մի փոքր մաս, այլ է սահմանադրական դրույթները, մենք մի փոքր մասը փորձում ենք անել ի սկզբանե նրա համար, որ հետագայում փոխվի ամբողջ սահմանադրությունը։ Դրա համար սա մեկը ինքը ժամանակավոր բան է, իրան եթե մենք հաշվարկենք մասնագետների հետ քննարկենք իրան ասել, դե սա կարելի է 6 ամսում իրագործել, ապա
ժամանակավոր իշխանությունը մեր շնորհիվ դառնում է 6 ամսվա եւ իրագործում է սա, այդ դրանից հետո փոխանցում է իշխանությունը նոր ընտրությունների։ Եթե մեր այդ օրինակի համար 100 օրը փոխվի դառնա 6 ամիս, մենք կարող ստեղծենք ռիսկ, որ ընդդիմությունը մեզ չտա մանդատ։ Մենք ինչքան երկարաձգենք մեր իշխանության մնալու ժամանակը, մենք այդքան իջացնում ենք առանց այդ համարյա գոյություն չունեցող շանսը, որ հավաքական ընդդիմությունը կասի լավ տղեկ, դուք այս փոփոխությունը արեք, հաջորդ ընտրություններին գան։ Գիտեք, սկսենք, խոսքի մյուս ասենք 4-շաբթի, 5-շաբթի ասենք առաջի հանդիպում դնենք, հանրային բանը չափերը որ մենք կգրենք, քեզ էլ կասենք, մի հատ ձևաչափ կհասկանանք, այդ ձևաչափով գանք առաջի օր առաջարկները քննարկենք, ամեն մեկը իր առաջարկը բացատրի ինչա ոնց է առանձնացնենք, որն է որ տիպը հեշտ է, որն է բարդ է, դրանք ֆիլտրենք, հետո խոսքի մյուսում ավելի, այդպես բացելով գնանք, խոսքի մի ամսում իտոգի գանք։ Եթե դու երկրորդ շաբաթում կջոգես, որ քո ոչ մի առաջարկ չի անցնում, արդեն դու կորոշես, էլի կուզես կմնաս, կուզես չես մնա ախպեր։ Ոնց որ առանց ամուսնանալու հարաբերություններ ունենանք, էլի։ Ոնց եք նայում, որ Ես չեմ մասնակցում։ Չի, Պարտավորություն չկա, այն օրը ես հիշել եմ։ Մի բղծիր։ Երեք դու արել գնացել ենք տունը մեկնայինք, որ ռեմոնտ են անում, այդտեղ զաքս կար ախպեր։ Մենք 3 անգամ փորձել ենք զաքս գնանք, 2 անգամ ճամփինգ, չէ, մի անգամ ճամփինգ կրվել ենք չենք գնացել։ Կրվել պարյան բաժանվեց թե խոսքը։ Ապա համերը բաժանվում ենք։ Երկրորդ անգամը շորտիկովեի չթողեցին մտնել, ինչ որ բան է, ինձ Անցնում էիր, ասում էիր, ասում թող գրանցին, չգրանցին, երրորդ անգամ գրանցին։ Հիմա այդ ախպեր, ոնց որ հենց զաքս չենք գնացել։ մի հարցը դու բայ կարաս առանց բավի բաժանվել։ ես համաձայնվեցի։ Ես շորտիկ կպայեմ մոտս ապշակի։ Control Z-ը չեք նայել, Խենջ Զուրաբյանին 45 րոպեն ստացեց խոսում էին Լևոն Տեր-Պետրոսյանից։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանի ավտոֆոնը չեմ ցավները տայմ ինձ հարց տվեք։